Փոխիր մեքենատ, փոխիր աշխարհը։ Արդեն 3 տարի Eco Motors ընկերությունը ողջագրելով այս կարգախոսը ավտոմոբիլային ոլորտում նոր մշակույթ է թելադրում։ Ընկերությունն այսօր շուկայում մեծ դերակատար է եւ մեծ մասնաբաժին ունի վաճառքներով։ Այն հեղափոխություն է շուկայում իր ռազմավարությամբ եւ հաճախորդամետ լինելով։ 3 տարվա ընթացքում ընկերությունը հիմնադրել է 6 ավտոսրահ, 1 ավտոպայեստամասերի խանութ սրահ եւ ունենք սպասարկման մեծ կենտրոն, որը հագեցած է նորագույն տեխնոլոգիաներով, ինչը հնարավորություն է տալիս գրեթե անցյալ դիագնոստիկա անել մեր հաճախորդների մեքենաները։ Eco Motors ընկերությունը հանձինս հիմնադիր Արմեն Աբրահամյանի անդամակցում է BS Cosmo ակումբին։ Ակումբում ձևավորված ավանդույթ կա հյուրընկալվել իրենց գործընկերների ընկերություններ, բիզնեսին ավելի լավ ծանոթանալու, ամրապնդելու գործարար կապերը։ Հերթական շրջայցը կայացավ Eco Motors ընկերության մասնաճյուղերից մեկում։ Eco Motors-ի հաջողության բանաձևը ազնվորեն չխաբել հաճախորդներին եւ գիշեր-ցերեկ աշխատանքի շնորհիվն է, որ հասել ենք այս արդյունքին։ Եվս շուտով բացելու ենք նոր ավտոսրահներ Գյումրիում, Մարտունիում, Ղափանում։ Eco Motors-ը միշտ իր տեսականին թարմացնում է եւ սպառողը, եթե ուզում է նորություններ, համանման տարբեր օպցիաներ կա, test drive-ի օպցիա կա, սպասարկման օպցիա, բնականաբար վերջնական սպառողին, ով մտադրված է մեքենա առնի, իրան ձեռնատու է Eco Motors-ից գնում կատարի։ BS Cosmo-ի հետ համագործակցությունը լայն պայմաններ է ստեղծում բիզնես կապերի ընդլայնման, բիզնեսը ճիշտ կառավարելու, ինչպես նաև ճանաչելիությունն ավելի բարձրացնելու համար։ Արմեն Նաջարյանն էլ վստահեցնում է, ընկերության կողքին չէին լինի, եթե վստահություն չներշնչեին։ Ավտոապահովագրողների բյուրոից ստացել են լիցենզիա, միակ ընկերությունը Հայաստանում, որը ունի նմանատիպ լիցենզիա, որը լիցենզավորված իրավունք ունի եւ ներմուծում եւ սպասարկում նաեւ, չհաշված որ արկա մեքենաների քանակ 300 եւ ավել, որը որ այսօրվա շուկայում, հենց էլեկտրամոբիլների շուկայում, որտեղ եւ խաբեությունը կա եւ մյուս բաները կա, դուք միշտ արկա մեքենա եք ունենում ստեղ ի տարբերություն մնացած կամպանիաների։ Հիմնադրման սկզբից ընկերությունը զբաղվում էր միայն էլեկտրական մեքենաների ներմուծմամբ եւ վաճառքներով, բայց ելնելով սպառողների պահանջներից ժամանակի ընթացքում փոխվեց նաեւ ռազմավարությունը։ Այսուհետ հիմնական գաղափարը ոչ միայն մեքենաների վաճառք ապահովելն է, այլև հետագայում սպասարկելը տվյալ մեքենաները եւ կապի մեջ լինելը հաճախորդների հետ, հոգալով նրանց հարմարավետության մասին։ Քանի որ էլեկտրական մեքենաները ինչ ոչ աշխարհում, նաև Հայաստանում իրենք նոր են, իրենք ունեն խնդիրներ, որոնք անհրաժեշտ է լուծումներ տալ ժամանակին, որպեսզի կոմֆորտ լինի մարդկանց համար, ովքեր նոր են ձեռք բերում էլեկտրական մեքենաներ եւ դրանց մասին շատ ինֆորմացիաներ չունեն։ Մենք ապահովում ենք այդ ամենը, փորձում ենք հետագայում վաճառքից հետո էլ տարիներ շարունակ կապ մեջ լինել հաճախորդների հետ եւ լուծել նրանց խնդիրները, որոնք կապված են մեքենայի հետ։ Վերջին 1 տարվա ընթացքում նաեւ մենք էլեկտրական բեռնատարներ ենք ներմուծում, այստեղ մեր հաճախորդները հիմնականում ընկերություններն են, որոնք իրենց բիզնես գործունեությունը ծավալելուց անհրաժեշտություն են ունենում քիչ ծախսատար մեքենաների անհրաժեշտություններ լինում իրենց մոտ։ Իդեպ, այն հաճախորդները, ովքեր մինչև հունիսի 30-ը ձեռք կբերեն նոր մեքենա, կօգտվեն հատուկ գնիչեցումից, որը գործում է առկա տեսականու համար։